Քանի երկու ընդդիմադիր ուժ Նիկոլին թողած իրար միս են ուտում, Շախ ենք հայտարարել եւ հայտարարել ենք միայն այսօրվա իշխանություններին։ Հայաստան դաշինքը դրեց իր 28 ստորագրությունը։ Դնել էշի տեղ, այդ մեղ բառ եմ ուզում գտնեմ։ Այս ամեն ինչը շատ զավեշտալի է։ Եկեղեցին վերադարձվելու է Հիսուս Քրիստոսին։ Շարունակվում է առաքելական մղձավանջը։ Բարև ձեզ YouTube-ում կրկին ARM Comedy-ն է, քաղաքական դաշտը նորից adekvat չի, դրա համար ձեզ օգնության են հասնում adekvatության ժպտերես ասպետները։ Կարող եք աջակցել ժպտերես ասպետներին լայքելով եւ բաժանորդագրվելով այդ եթե հոգեբանորեն կամ ֆինանսապես, որտեղ ասպետները պետք է ամեն օր հաց ուտեն, դրա համար կարող եք միանալ մեր Patreon-ին կամ քարը փեշիցը գցել ու մեր 2 Bitcoin ուղարկել, description-ում այդ պահը կա։ Իսկ մեր գլխավոր գործեր GTB Holdings-ը ավարտել է շինարարությունը Դավիթ Անհախսանին հասցեմ եւ քաղաքի լավագույն կոմերցիոն տարածքը սպասում է ձեզ։ Այսինքն եթե դուք եւ ձեր բիզնեսը փնտրում եք հարմար տարածք, հա, այդ տարածքը այնտեղ կա, զանգեք կազմակերպենք։ Եվ այսպես դուք փնտրում եք էլեկտրոմոբիլ, բայց ընդհանուր դիվան քշողեք մի քիչ ծույլ կամ օբյեկտիվորեն հոգնած մարդ եք։ Մտեք dragonmotors.am եւ ծանոթացեք ողջ տեսականուն իր նկարագրություններով եւ արժեքներով։ Այսինքն մի ձեռը հեռախոս, մի ձեռը խաչապուրի, ծանոթացեք ինչ կա այնտեղ on-line, հենց ինչ որ բանի սիրտը կպավ, համեցեք մեգամոլի սրահ։ Dragon Motors, որտեվ ձեր էլեկտրոմոբիլը մեռավ ձեզ սպասելով։ Մինչ յուրաքանչյուր հաջորդ ստատուսով Նիկոլ Փաշինյանը ավելի ու ավելի խորն է գլորվում դեպի կրինժի անդունդը, ընդդիմությունը։ Նայեց ասեց, ընկեր, այդ դուր առանց մեզ հլը հոպ։ Եվ նոր փուլ մտավ impeachment-ի գործընթացը, որը նես չի շատ լավատեսական փուլում էր միջև այդ։ Հիշեցնեմ մեր անուշադիր YouTube-ա դիտողներին, որ Հայաստան դաշինքն ու պատիվ ունեմը այնքան են զզվում իրարից, որ չեն կարողանում պայմանավորվել, թե ինչպես պետքա ճանապարհել Նիկոլին։ Ու պատիվ ունեմ, բայց ընդամենը 6 ստորագրություն ունեմ, ասես գնահատեց իրավիճակը, ասես վերաստացեց, որտեղ հա, փաստորեն երբ որ առաջարկեցին, որ Քոչարյանի տեխնացությամբ լինի impeachment-ը, դրան մերժեց, ուրեմն հաստատ չի մերժի Մասիսի քաղաքապետի գլխավորությամբ առաջարկը նույն եւ առաջադրեց։ Ու նաեւ խոստացավ, որ իշխանության համար չեն սանում։ Բա Ես նպատակ չունեմ եւ իմ թիմակիցները նպատակ չունեն իշխանության գալու։ Մեր նպատակը իշխանափոխությունն է։ Բայց դե մեր հանդրությունը գիտեք ինչքան թերահավատամ, մանավանդ երբ իրան մի անգամ ասում են, որ վարչապետ չեմ ուզում դառնամ, բայց հետո դառնում են։ դրա համար Սարգսյանը մի հատ էլ վստահեցրեց, որ Դավիթ Համբարձումյանին իշխանության գալու համար չեն առաջադրել։ Կոնտրոլնի վերահսկեց։ Արա կոնտրոլնի բառ իր բառապաշարում չկա։ Այս պայքարը ոչ թե իշխանության համար է, այլ իշխանափոխության համար է։ Ումով ուզում է մենակ իշխանափոխություն լինի։ Դե հենց էտա որ ումով ուզում է տեխնացուն, այդքան լավ առաջարկ չի։ Այդ ոնց որ ասենք ավտո վաճառելուց ասեք, ախպեր դե խոդի ինգնող ավտո է, էլ ինչ ես ուզում, աստծուց կրակ։ Ումով ուզում է տեխնացուն շատ ավելի քիչ հավանական է, որ կապահովի անհրաժեշտ ձայները, քան ցենտր տեխնացուն, որը չկա։ Մի հատ հիշենք, քանի ձայնապետք ընդհանրապես։ խորհրդարանում վարչապետ Փաշինյանի անվստահության գործընթաց սկսելու համար անհրաժեշտ է 36 падգամավորի ստորագրություն, իսկ որոշումն ընդունելու համար առնվազն 54 կողմ ձայն։ Սերժ Սարգսյանի առաջնորդած պատիվ ունեմն ունի ընդամենը 6 падգամավոր, իսկ Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած Հայաստանը 28։ Ստացվում է երկու ընդդիմադիր խմբակցություններին հարկավոր է ունենալ նաև Փաշինյանի թիմակիցների քվեն։ Իշխանականներն անցած ամսվա ընթացքում մի քանի անգամ շեշտել են, իրենց շարքերից իմպիչմենթի գործընթացին միացող չի լինի։ Ահեն չի ստացվում, որ Հայաստանի ու պատիվ ունեմի ձայները մեկը չեն հերիքում։ Չեն հերիքում անգամ եթե մասկը կողմ քվեարկի երկուսն էլ։ Չնայած ասել են որ չեն քվեարկի։ Չի հերիքում անգամ եթե Գեգամնազարյանով վերջից պրոիշխանական ֆասոնա բռնել, էլի ինքը քվեարկի չի հերիքում։ Իշխան Զաքարյանը այդ միստիկ եթե միանա չի հերիքում։ Անգամ եթե ԿՊ-ից ինչ որ մեկը շփոթվի ու ստորագրի, անկեղծ ասած միշտ փակ քվեարկությունների ժամանակ ԿՊ-ից ինչ որ մեկը ֆակապ անում, էլի մեկը չի հերիքելու։ Նու այդ մեկը հավանաբար Աղազարյանն էր, արի դուզը խոսանք։ Իսկ թվում է, հա, բայց ամեն դեպքում չի հերիքելու։
Ի սկզբանե դատապարտված չի այդ գործընթացը։ Չէ, իհարկե չէ, իսկ ով ասել։ Պատգամավորներ չկան, առնվազն 50։ Բայց 36-ը ինչ կապ ունի։ Մեզ 54 է պետք, 36 չի պետք։ 36 նախնական գործընթացը։ Ոչ, գործընթացը արդեն սկսված է վաղուց։ Համար 36 մարդու ստորագրությունը բան նախադասել։ Բայց մենք ասեցինք, որ լիստերը դալիճ բերելու ենք, երբ ունենանք 54, 36-ը կապ չունի։ Ված թիվ եք ասում 36-ը։ Okay, positive thinking-ը իհարկե թույն է, Mr. President, բայց մի քիչ too much չի right now։ Ինչպես ասում են, պետք է լինի 80-ել կխփենք, boom։ Ну, չգիտեմ ինչի, բայց ռեժիմը խոճապի մեջ է։ Շախ ենք հայտարարել եւ հայտարարել ենք միայն այսօրվա իշխանությունները։ Մենք ուրիշ շախ հայտարարելու ֆիգուր չունենք։ Մատանդ Պարոն կստացվի։ Սարգսյան։ Այո։ Իսկ փողոց գեներացնելու հիմքեր տեսնում եք նաև այս գործընթացով։ Վստահ եմ ես, ոչ թե տեսնում եմ, այլ վստահ եմ։ Okay, լավ, վարակվենք ես լավատեսչապ ու տեսնենք ոնց են բերում այդ 54 անհրաժեշտ ձայներից այն ամենանախտ 28-ը Քոչարյանենց ստորագրությունները։ Հայաստան դաշինքը դրեց իր 28 ստորագրությունը։ Լուրջ։ Լավ է։ Ну, բայց ստեղ կա մի հատ նյուանս։ Խորհրդարանի ընդդիմադիր երկու խմբակցությունների падգամավորներ կողմ են վարչապետ Նիկոլ Փաշինյանի անվստահության գործընթացին, բայց ստորագրությունները երկու առանձին թղթերի վրա են։ What? Նրանք մի թղթի վրա են ստորագրել։ Այս միսները լրիվ ուրիշ թղթի վրա։ Մի րոպե, էլի, իսկ ի՞նչա ձեզ խանգարում ստորագրել նույն թղթի վրա։ Նայ։ Թող իրանք բացատրեն։ Մենք չունենք առանձին ձևաթուղթ, չունենք նկատի ունեմ փաթեթ, պատրաստած անվստահության գործընթացի համար չունենք տեխնացու։ Ստորագրել ենք պատիվ ունեմի կազմած փաթեթի համար Դավիթ Համբարձումյանի տեխնատության համար։ Այդտեղ ինտրիգ չկա։ Մի թղթի վրա չգիտեք նայ ստորագրություն։ Մենք կարող է մի թղթի վրա Չկա, ինչու են առանձին երկու թղթեր։ Ես չգիտեմ, ինչի ենք հիմա մենք քննարկում մի թուղթ է թե երկու թուղթ է, թե պակասող ստորագրություններ կան եւ ընդհանրապես գործընթացը հեղից չի շարժվում։ Քրիստինե, նայեք, մենք քննարկում ենք մի թղթի վրա թե չէ, որովհետև այդ մի թղթի վրա լինելն է, որ այս ամեն ինչին հաղորդում է իմաստ, թե չէ, նենց կարեք 28 ստորագրությունը 28 թղթի վրա դնեք, ինչը տես մի ծառ վարի կտար, բայց նաև չեր ունենա ոչ մի իմաստ։ Նայք, ես ու Նարեկը ստորագրում ենք այս թղթի վրա, բայց սա ուղիղ 0 ուժ ունի, որտեվ մենք падգամավորներ չենք։ Հա, ու բացի դրանից սա ոնց որ Lego-ի ինստրուկցիա է, էլի։ Լավ, ամեն դեպքում մի հատ էլ իջացրեք, էլի, խեք տարբեր թղթերի վրա ստորագրել։ Ես բացատրեմ մեր սիրելի այն հայրենակիցներին, որոնց փորձում են կներեք այս բառի համար դնել էշի տեղ եւ փորձել համոզել, որ Ռոբերտ Քոչարյանը եւ Հայաստան խմբակցությունը չեն ուզում, որ Նիկոլ Փաշինյանը հեռանա, չեն ուզում, որ իմպիչմենտի գործընթացը հաջողությամբ պսակվի։ Սիրելի հայրենակիցներ, սա պատիվ ունեմ խմբակցության 6 падգամավորների ստորագրություններն է, այն ձևաթուղթն է, որը հրապարակվեց, հանդիպումը դեռ չավարտված։ Դրանից մի քանի ժամ անց հրապարակվում է Հայաստան խմբակցության 28 падգամավորների նույն ձևաթղթի վրա ստորագրությունները։ Ահա, Ագնեսա ջան, հիմա ինչի՞ չի կարա այդ 28 ստորագրությունը դրվի այն 6 ստորագրությունների տակ, ոնց որ աշխատենք միասին, էլի, փոքրիկացումը չկա։ Եկեք հասկանանք, արդյոք չի եկել լրջանալու պահը։ Ջոգի Լևոնենց կարգախոսը։ Կարգախոսն է իրանց։ Լրջանալու Ասում են, որ այս ձևաթուղթը նշանակում է, որ պատիվ ունեմ խմբակցությունը ցանկանում է, որ տեղի ունենա իմպիչմենտ, բայց համանման ձևաթուղթի падգամավորները չեն ցանկանում, որ տեղի ունենա գործընթաց։ Okay, ես էլի ոնց որ հանրահաշիվի դասին նստած եմ, այն որ բոլոր բառերը հասկանում եմ, բայց ինչ է կատարվում չեմ հասկանում։ Հիմա ստացվում է Հայաստան դաշինքն է առաջադրում Դավիթ Համբարձումյանի տեխնատությունը։ Այդ ձևաթղթից զատ գոյություն ունի նաև առաջին էջ, երկրորդ էջ, չգիտեմ, նախաբան, որտեղ որոշման նախագիծն է, վարչապետի թեկնածուն է եւ այլն, փորձելով հիմնավորել, որ դա իրավաբանորեն իրենից ուժ ներկայացնող թուղթ է, ձևաթուղթ է։ Մենք էլ ունենք դա, հարգելի գործընկերներ։
Փաստորեն հա, Հայաստան դաշինք առաջադրում է ՀՀԿ-ի տեխնացուին։ Իսկ կարող է հիմա պատիվ ունեմը համեստության մաստեր կլաս անի ու իր ստորագրությունները այն թղթի վրա տեղավորի, հա։ Այդ ձևաթղթի տակ առկա է 6 ստորագրություն։ Եվս մեկ անգամ ասեմ, վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացը Դավիթ Համբարձումյան տեխնացուով արդեն իսկ մեկնարկած է եւ դրան ստորագրել են 6 падգամավոր, պատիվ ունեմ խմբակցությունից։ Okay, ջոգում եք, չես այդ մեղմ բառ եմ ուզում գտնեմ։ Այս ամեն ինչը շատ զավեշտալի է։ Իսկ ասի խնդիկալի է եւ զավեշտարատ։ Զավեշտալի է հնչում նաև ժողովրդի համար։ Ժողովուրդը տեսնում է, չէ, որ պատիվ ունեմ խմբակցությունը ստորագրում է ձևաթուղթ։ Մարդիկ իրենց քարոզչա մեքենան ասում է, ահա, տեսեք, իրենք ուզում են, որ Նիկոլ Փաշինյանը հեռանա, Հայաստան խմբակցությունը համանման ձևաթղթի տակ դնում է իր падգամավորների ստորագրությունը, ասում են Հայաստան խմբակցությունը ուզում է, որ Նիկոլ Փաշինյանը մնա։ Զավեշտալի է, իհարկե այս ամեն ինչը զավեշտալի է։ Նո հենց կոնկրետ այդ մասը չի զավեշտալի։ Զավեշտալի է, որ 34 ընդդիմադիրով չեք կարող ստորագրել մի թղթի տակ։ Մի քիչ է զավեշտալի է, вообще որ 36 ընդդիմադիրիկ մնաց 34։ Դա է զավեշտալի։ Համ էլ զավեշտալի է, որ մի խմբակցություն եք, բայց տարբեր պատճառաբանումներ եք բերում, թե ինչի մի թղթի տակ չեք ստորագրում։ Արա ջոգում ես այն ուժերը, որոնք ասում ենք հեսա ԿՊ-ից կպոկենք մարդիկ, արա իրանցից են մարդիկ փոկում գնում։ Մտնել մի process-ի մեջ, որը զրոյին ձգտող հաջողության հավանականություն ունի, ինձ համար դա իսկապես հետաքրքիր չի։ Բայց ինչ-որ մի ձևաթղթի վրա այդ սա հավաքելով եւ նույնը գործընթացը չի սկսում, որովհետեւ օրինակ ժամկետները ձեզ հետաքրքիր չի երբ է տեղի ունենում։ Այսինքն process-ը թողում ենք աշտանա, թե վաղվանից կոչ ենք անում մարդկանց իջնենք փողոց։ Մեկը ասում է լրիվ անլուրջ թուղթ է, մյուսը ասում է նույն թուղթն է, երրորդն էլ ասում է եթե փողոց գեներացվի կստորագրենք։ Իսկ փողոց կգեներացվի։ Դե եթե գեներատոր լինի, հա։ Դե գեներատոր կա։ Այո, վստահ եմ, որ մեզ կհաջողվի այդ փողոցը գեներացնել։ Այսինքն մարդիկ ձեր հետևից դուրս կգան փողոց, պարոն Համբարձումյան, իմ հարցը նաև դրան է վերաբերում, որովհետև գիտեք, ձեր տեխնացության շուրջ ինչպիսի քննարկումներ են գնում եւ տարբեր շրջանակներ ձեր իմիջը լավագույններից չեն համարում։ Մարդիկ դուրս կգան ձեր հետևից փողոց։ Դուք որպես պրոֆեսիոնալ մարդ պիտի այդ ձեր ասած շրջանակներին ճակերտներով վերաբերվեք, որովհետև որևիցե լուրջ շրջանակ նման կարծիք չի հայտնել։ Քանի երկու ընդդիմադիր ուժ Նիկոլին թողած իրար միս են ուտում, Նիկոլը քնած չի։ Նիկոլը ի տարբերություն Լաոյի քուն չի մտել։ Նայի ու սովորի քուն լաո դե ուզում էր։ Այո։ Իսկ այդ 34 տրամվի տակ ընկած ձայներից հələ երկուսը Նիկոլ փորձում է փոկի գցեն կամ։ Սաղիկ պետք է տանեմ լսեմ ածի պատվալը, որ մամունի Առաջինը դու պետք է գնաս ու դու կգնաս։ Ընդդիմադիր Հայաստան խմբակցության ղեկավարին ԱԱԾ պատվալ ուղարկելու վարչապետի այս զգուշացումից ուղիղ 1 ամիս անց գլխավոր դատախազությունը դիմեց խորհրդարանին, որպեսզի ստանա պատգամավորների համաձայնությունը ընդդիմադիրներ Սեյրան Օհանյանին եւ Արծվիկ Մինասյանին մեղադրանք առաջադրելու համար։ Փաստորեն դուք գիտեք, ասեք անենք ինչպես իրականության վերածել, հա։ Փաստորեն, լավ, Արծվիկ Մինասյանից ինչ եք ուզում։ Շատ Սերյան Օհանյանը համակերպվել ես, հա։ Դե ինքը ամեն դեպքում Վահագնին ինչ որ դղյակ ուներ, կնոջ սումիչկաները մենակ ինչքան արժեին։ Բայց լրիվ ուրիշ թեմա է իրականում։ Օհանյանը պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնելու տարիներին զավթել է Գեղարքունիքի մարզի Դրախտիկ համայնքում Սևան ազգային պարկի տարածքում գտնվող պետական հողատարածքը եւ առանց կառուցապատման իրավունքի այնտեղ կառուցել առանձնատուն։ Իսկ 2021-ին ընտրվելով падգամավոր Օհանյանը կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացված հայտարարագրերում թաքցրել է այդ սեփականությունը։ Բայց մի հատ դրախտում հողա սեփականություն, սրա համար կա Թողիկոսին թո հետապնդի։ Մի չափազանցրու դրախտում, դրախտիկ կես մարալիկա, մի այսքան։ Ու սա հələ պետք է ապացուցվի։ Լավ, Արծվիկ Մինասյանը его-то за что։ Մինասյանն էլ լինելով բնապահպանության նախարար չի կատարել ծառայողական պարտականությունները։ Թաքցրել է Օհանյանին վերագրվող ենթադրյալ ապօրինությունները, դրանով պետությանը պատճառելով էական վնաս։ Մինասյանը եւս քրեական գործին Facebook-յան գրառմամբ է անդրադարձել։ Ականատեսենք պետական մակարդակով հերթական կլյաուզիային։ Կլյաուզիա, հա։ Կլյաուզիա, հենց սրա համար արդեն պետք է մանդատից զրկել կլյաուզիա։ Երևի Ուկրաինայից բերված թարմ կլյաուզիա էր։
Չգիտեմ ինչ ալնելու, բայց հաջորդ քարորյան մյուս շաբաթ շատ մեգա թեժ ալնելու անպայման բաց մի թողեք Arm Comedy-ին ու դե փորձեք ինչ որ համախմբվել էլի սենց իրավիճակներում։ Մի քիչ սպասեք այդ ձայները կդառնան 30 ձայն, որտեվ ինչ որ բան ստումա տարոնի հետևից են գալու հաստատ։ Կլաուզիական դե։ Իսկ դուք մնացեք մեզ հետ, որտեվ երկրորդ մասում Սահակյան շնի Սահակյանը տալիս է հարցազրույց ու պարզվում է ինքը вообще անմեղ է, իսկ այդ ընթացքում եկեղեցու դեմ համախմբվում է սուրբերի այլընտրանքային հանձնաժողով։ Դեյվիդ Կոպերֆիլդը գիտես խի բաժանվեց։ Չէ։ Որտեվ Կլաուզիա շիֆեր էր։ Կլաուզիաներ էր անում։ Ցանկացած մարդու կյանքում գալիս է այն պահը, երբ նա մտածում է, մի հատ ոդքասթ կամ հաղորդում չսկսեմ YouTube-ում։ Եվ այդ մարդուն իհարկե պետք է բարի փերի, որը այս դեպքում Spin Ideas Agency-ն է, որը ունի տեխնիկա, մոնտաժ, YouTube-ի մասնագետներ եւ ձեզ ուղղակի պետքա գալ ու նկարվել։ Այո, որովհետեւ այսօր դիրքավորման համար յուրաքանչյուր մասնագետին պետքա արկայություն YouTube-ում։ Այո։ Spin Ideas Agency, ձեր երազանքները պատկլուչ։ Եվ այսպես, ինչ ասեմ, շարունակվում է առաքելական մղձավանջը։ Նիկոլ Փաշինյանի Facebook-յան էջը շարունակում է պահանջել կաթողիկոսի հրաժարականը եւ ձևավորել խումբ, որը կընտրի նոր ավելի հաճելի Նիկոլի Քիմքին կաթողիկոս։ Եվ Փաշինյանի կոչերին միանում են նոր կոմպետենտ ուժեր։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը հայտարարել է, որ կաթողիկոսի հեռացման հարցի միակ պատճառը կուսակրոնության ուխտի նրա անհավատարմությունն է։ Տարածքային կառավարման եւ ենթաֆակին կառուցվածքների նախարար Խուդաթյանը որոշեց խառնվել կուսակրոնության թեմային, որովհետեւ Խի չէ, ամեն րոպե սպասում ենք, որ կադաստրի կոմիտեի պետը իր կարծիքը հայտնի կուսակրոնության կարևոր թեզերի մասին։ Ենթակառուցվածքների հարցը Հայաստանում լրիվ դորդուբեշար է, որ թազա ասֆալտը փռում եք, հետո երկու շաբաթ հետո չէ գալիս, վայ մոռացանք, այս կողքից ես միած սաղ փորենք, տրուբեք քաշենք, մի երկու շաբաթ պրոստը սպասացնենք, հետո գուցե գանք մի հատ անհարթ շերտով ասֆալտապատենք, այդ ամեն ինչը այդ սաղ բան հիմա մտնում ենք նոր կտակարան։ Իսկ չեք մտածում, որ ուղղակի Փաշինյանը հերթով սաղի փուրն է տալիս։ Ենթադրում եմ, որ աշխատանքային խումբը պաշտոնյաներից կազմված չի լինելու, կազմված է լինելու քաղաքացիներից, չեմ բացառում, որ նաև հոգևորականներից, գործող կամ նախկին, եւ կարծում եմ, որ այս տրամաբանության մեջ ամբողջ իմաստացի տեսակ չի բացառում, որ նույնիսկ հոգևորականներին կներգրավեն եկեղեցու ղեկավարության ընտրության հարցում։ Իդեպ Փաշինյանը հրապարակել է պահանջների ցանկ, որոնց պետք է համապատասխանեն այդ հանձնաժողովի անդամները, որոնցից մեկը 5 տարվա մեջ գոնե մի անգամ պահելն է, որը երևի ԱԱՑ-ն պետք է գնա ստուգի, ով ինչքան պահ կա պահել։ Իսկ մի րոպե էլի, իսկ ո՞նց պետք է իմանա, որ այդ հանձնաժողովը, այդ խումբը կընտրի իր ուզած կաթողիկոսը։ Եվ մի հատ էլ հարց, իսկ տղայք կարակ նույն բանը կյանքի խոսքի հետ անեք, ասենք, ասես փոխեք իրանց ընդեղով գլխավորը։ Համակարգող խմբի առաջին 10 անդամների ընտրության պատասխանատվությունը կվերցնեմ ինձ վրա։ Հասկացա։ Էլո միանում ես հոգևորական խմբակին։ Կաթողիկոսական նոր ընտրություններ կազմակերպելու համար համակարգող խումբ ստեղծելու վարչապետի առաջարկին աջակցություն է հայտնել քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Նարեկ Գրիգորյանը։ Երբ հավատավոր ժողովրդին առաջնորդում է մարդիկ, ովքեր բացառապես զտարյուն մաքուր մարդիկ են, հավատացյալ են։ Զտարյուն մարդը ո՞րն է, այսինքն մարդու ու կոկեր սպանիելի խառնորդ չի, հա։ Այդ բառը, որ արտասանեց, արդեն նվաճում է որոշ չափով, նենց որ արի իրան հանգիստ թողնենք, որտեղ մարդա մեկը լիքը ազատ ժամանակ ունի ու Facebook-ից դուրս չի գալիս։ Հայաստանի այդ առաքելական Սուրբ եկեղեցին վերադարձվելու է Հիսուս Քրիստոսին եւ հայ ժողովրդին։ Հա, ես հասկանում եմ, ես ինչ եմ այդ հա այդ մարդը տենց է մտածում։ Ես կփոխանցեմ, հա, օքեյ, հա։ Պապային բարևներ, հա։ Հիսուսը ասում է, պետք չի իրան ոչ մի բան փոխանցել, հանգիստ թողեք ուղղակի եկեղեցին։ Իսկ ժողովրդին վերադարձնել պետք չի։
Հիշացնեմ, էլի, ԿՊ նախընտրական ծրագրում ոչ մի բան չկար եկեղեցին վերադարձնելու մասին, ոչ մի տող։ Կար Շուշին վերադարձնելու տող, Հադրութը վերադարձնելու տող։ Եկեղեցու մասին ոչ մի բան չկար։ Սա հերիք չէ հլմիատել Էջմիածին, ուզում են միացնել Խոյին։ Ու Խոյին։ Քաղաքացիական պայմանագիրը առաջարկում է միավորել Խոյ եւ Աղարշապատ խոշորացված համայնքներն ու համայնքի ղեկավարի տեխնացու է առաջադրում Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանին։ Հոп, ես որպես Խոյ դեմ եմ ես միավորմանը, կամ միավորվելուց առաջ մի հատ հանձնաժողով ստեղծեք, զտարյուն գույսերից եւ ջրհոսներից ասենք։ Մի րոպե, երկրում այնքան է կորում adekvatության ընդհանուր զգացումը, որ նույնիսկ Փաշինյանի տնեցիք արդեն մանրից ծվրվում են, Աշոտիկ ասում են Արարատի մարզում է, հիմա էլ էս մյուսը։ Հա? Իմ քայլը հիմնադրամի գործադիր տնօրեն ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը սեպտեմբերին կմեկնի Չինաստան երկամյա մագիստրոսական ծրագրով։ Երկամյա, այսինքն 2 տարի չենք տեսնելու Հակոբյանին։ Գոնե Facebook-ով, առաջ է Facebook-ն են դե։ Իհարկե, առանց VPN-ի։ Ջանդամ Փաշինյանն է մեղք։ Իսկ գոնե նորմալ տեղ է սովորելու։ Ուսանելու է չինական փիլիսոփայություն Պեկինի նորմալ համալսարանում։ Համալսարանը իհարկե նորմալ է, բայց այս լուրի մեջ ոչ մի նորմալ բան չկա։ Առաջին տիկինը գնում է Չինաստան սովորելու չինական փիլիսոփայություն 2 տարով Չինաստանի նորմալ կոչվող համալսարանում։ Ով այդ ընթացքում կրթելու է ժողովրդին։ Սիգի ջան, սեպտեմբերից կմեկնարկի ինքնակրթվել է նորաձևը ծրագիրը, ինչի արդյունքում Հակոբյանի գրաֆիկը ահագին կազատվի։ Իսկ ինչ փլվում են մեր պատկերացումները նորմալի մասին, Ծիծեռնակաբերդի խճուղու փլված հատվածի կնքահայրը հարցազրույց տվեց։ Երբ կբացվի դեպի Ծիծեռնակաբերդի խճուղի տանող ճանապարհահատվածը։ Խնդրի մասին բազմաթիվ հոդվածներ են տպվել, փորձաքննություններ են նշանակվել, արդյունքը շատ պարզ է։ Այդ հատվածը, որ տեղի ունեցել այդ վթարը, եղել է ուրեմն Ստորգետնյա խողովակաշարի խզում։ Գիտեմ, ինչ եք մտածում եք, հեյ, ինչու չի Սահակյանը բանտում, որտեվ մենք խնդրել ենք դատախազին մատով չկպնել նրան, մինչև գոնե չսարքի այդ փլված հատվածը։ Այո, որը հիշացնեմ, փլվել է Տ, ինչի համար։ Ստորգետնյա խողովակաշարի խզման պատճառով։ Այդ խողովակաշարերը տասնյակ տարիներով չէին փլվում, բայց հենց Սահակյանշինը մի հատ շենք սկսեց կառուցել, այդ համբալները փլվեցին։ Որտեղ արդեն Բրեժնևի վախտից իրանք խզվում էին։ Իրանք սպասում էին գցեն խեղճ Սահակյանի ջեբը։ Այսինքն մենք ստիպված ենք եղել կտրել այս մի կողմից, որպեսզի կարողանանք բնակավայրը դարձնենք բնակիչների համար շահագործելի եւ անվտանգ։ Հետո դարավ անվտանգ։ Անվտանգ էր միջև չեկավ անձրև ու խողովակաշարերը չփլվեցին։ Okay, իսկ չի լինի մի քիչ ավելի կրեատիվ վերականգնել, ասենք, որ այդ խճուղին մտնի Սահակյանշինի շենքի մեջ, մի քանի բնակարանի հյուրասենյակով սենց անցնի ու հետ գա դեպի խճուղի։ Մի քանի բնակարան էլ կարան լվա ինքդ կետեր դառնան, բա հետո։ Ինչպես դուք գիտեք, կառավարության որոշումով եկամտահարկի վերադարձը հանվեց։ Դրա հետ կապված այդ ամբողջ ոլորտը այսօր սարսափելի ցնցումների մեջ է գտնվում, որովհետև վաճառքները անկում են ապրում մի շատ փիս ձևով։ Որքան փիս են անկումները, նույնքան ինչքան Ծիծեռնակաբերդի խճուղու անկումներ 25%։ Դες դուք ասել եք, որ կսարքեք խճուղին, որի փլուզումը ձեր вообще կապ չունի, բայց դուք մեծահոգաբար ասել եք, որ կսարքեք այն։ Հիմա այդ երբ։ Շինը պատժվել է օրինակ նրա համար, որ Ծիծեռնակաբերդի խճուղին մինչև այսօր չի գործում, մարդը չի կարող երթևել։ Դուք ինչ եք անընդհատ դուք պատժից խոսում։ Որովհետև լրագրողը ու միլիոնավոր հայեր ուզում են, որ դուք պատժվեք, պարոն Սահակյան։ Բացի այս երկուսիցս, մենք ձեր կողքին կանգնած են, բայց նրանք Այո, մենք ասում ենք ազատություն Սահակյանին, ջանդամ թե 3 տարի դե պրոբկի մեջ սաղ Երևանը չի կանգնում։ Մենք ասում ենք պատժեք այդ համբալ խողովակաշարերը։ Ուրեմն, եթե մենք հայերով այսօր որ ինչ որ մի քանակություն այսօր Հայաստանում ապրում է, դա ինչից ելնելով ես իմ երկիրը հողը սիրելով եմ ապրում։ Եվ արդեն այս պայմաններում ապրել արդեն պատիժ է։ Հավատացեք, որ ձեր ստեղ ապրելը
բոլորիս համար է պատիժ, բայց մենք ձեզ հետ ենք ու քանի միասին կրում ենք այդ ձեր պատիժը կարող է գրելի ընթացքում օրը մի կես մետր սարքենք էլ այնտեղ այդ փլտված մասը։ Բայց գումես ում էր պետք ուղարկել Չինաստան փիլիսոփայություն սովորել։ Դա մի հուսադրող բան ասեք, պարոն Սահակյան։ Օրինակ հիմա մենք միջոցներն ենք հայթայթում, որպեսզի շինարարություն շարունակենք։ Մենք կարծում եմ մեզ կհաջողվի։ Դե Աստված ընդ ձեզ Այո, Սահակյան շինի գործերին եկեք հաջողություն, մի քիչ շատ լցրու, որտեղ Վեդի ջրամբարներ չեն ավարտել, է։ Վեդի ալկո։ Նորմալ։ Վեդի ջրամբարի։ Դուք էլ Ժորժ ջան, միացեք, պետքա շատ մեծ հաջողություն լինի։ Այո, ձեր գործերին հաջողություն, մեկս մյուսով ո՞նց փորը տվինք այն Վեդի ջրամբարը։ Կառուցելով այդ ջրամբարը, ինչպես դուք նշեցիք, որ ուշացնելով մի քանի անգամ, այդ ուշացումները իրենց հիմնավոր օբյեկտիվ պատճառներ ունեն։ Որոնք են, հա, Սահակյան։ Ուրեմն առաջինը հեղափոխություն, անունը դնենք Թավշյա հեղափոխություն։ Միտեղ խողովակաշարերն են մեղավոր, միտեղ էլ հեղափոխությունը։ Իսկ այս տարի ինչ որ մի հաջողության պատմություն մեզ կտակ Քերը Ռոզենբաում։ Ռոզենբաումը բղեր ունի։ Ինքն էլ կունենար, եթե չներ հեղափոխությունն ու խողովակաշարերը, որոնք խանգարեցին։ Լավ, թող մարդը լավ լուրը ասի, հա։ Ինչ process է ընթանում այս պահի դրությամբ։ Այս պահին ջրամբարը ավարտված է շինարարությունը եւ ջուրը լցված է մեջը։ Ուրեմն ջրամբարը իր հողային ջրամբարը այո, ջրամբարը ավարտված է։ Բասենք շնորհավոր, միած սենատորը բերես։ Ներողություն խնդրի Պրիգոժինից։ Դե գիտեք ինչ, ով չի սխալվել մեզանից, թող առաջինը քարքցի դեմքից, այստեղ մի հատ քարքցի։ Ներողություն, հիմա ավել պակաս բոլորս են մարդիկ, եթե իհարկե այստեղ մի հատ մեծ յուղոտ բայց չլինի։ Բայց, այստեղ կա բայց։ Fuck, no, God, please, no bites, no bites։ Ջրամբարը կա, աշխատանքը արված է։ Ուղղակի ինքը ոնց որ ավելի չոր նավահանգիստ ֆորմատի ջրամբար է։ Չէ, մի քիչ տենց չի։ Որպեսզի համանենք լրիվ ավարտված, ջրամբարը պետք է ջուր լցվի։ Ջրամբարը, հողային ջրամբարն է լցվում են փուլերով։ Առաջի փուլը լցված է։ Իսկ մյուս փուլը մի 20 տարուց, արա, խի որտեղ պետք չի անձրևը գա, օրինակ Ծիծեռնակաբերդ խճողում, գալիս անձրև ու փլվում է այդ անտերը։ Իսկ որտեղ պետք է գա անձրևը, ջրամբարում, արա, չկա անձրևը, չկա։ Մի խոսքով ջրամբարը կա, աշխատանքը ավարտված է, ուղղակի ոնց որ ջրերը կտրել են ջրամբարի։ Բայց անկախ ամեն ինչից, բուն կառույցը ջրամբարի մեռնելիք։ Եվ Սուրեն Պապիկյանը տարածքային նախարարը, երբ որ ինքը մտավ մեր կառուցած թունելը, ինքը հիացած քայլում էր, ասում էր, «Սենց բաներ կարում են հայերը կառուցեն»։ Դուք էլ նույն կարծիքի կլինեք հավանաբար, որ այո, դա բավականին բարձր որակով կառույց է։ Դրանից հետո եկել է Ֆրանսիայի դեսպանը, ասում է, ձեր թունելն ավելի որակով է, քան մեր Փարիզի մետրոն։ Հա, ուղղակի Փարիզի մետրոյի մեջ ավելի շատ ջուր կա, քան ձեր ջրամբարի թունելում, բայց բուն կառույցը ծիծիկ։ Դու ոնց որ ուզում ես պարոն Սահակյանին լուրջ կաս հրավիրես, հա։ Вообще-то հա, պարոն Սահակյան, եկեք քարը փեշից գցենք։ Մի հատ համեցեք, նորմալ մարդկային զրուցենք, հասկանանք ով այլ է, ինչ այլ է եւ երբ կլինի այդ ամեն ինչը։ Գալուց Ծիծեռնակաբերդի խճողով ուղակի չգաք, ընդ 3 տարիա պրոբկեք են ձեր պատճառով։ Չնայած կարող եք մի բուր հող բերել Ծիծեռնակաբերդից։ Սպասում ենք ձեզ, մնացեք մեզ հետ։ Մի հատ էլ կասես ինչի միջև հիմա օթորակիչ չես դրել, ես շոքին։ Դե նայ, 4 սենյակ ունեմ, այդքան պատ ծակել, այդքան օթորակիչ առնել, ով դրա հավես ունի։ Եթե դուք էլ Սերգեյ նման միջև հիմա տեղյակ չեք, որ Դոմուսը առաջարկում է AUX բազմա բլոկային օթորակիչներ, եկեք ասեմ։ Մեկ արտաքին բլոկը միաժամանակ շատ արագ տաքացնում կամ սառեցնում է մի քանի սենյակներ, կառավարվում է հեռախոսի միջոցով Wi-Fi-ով, կարող եք խնայել էլեկտրաէներգիան եւ ամեն սենյակում ունենալ իր կլիմայական զոնան։ Պատկերացնում եմ ինչ շուխուր կհանի։ Շատ լուր է, լսում ես։ Չէ։ Իդեալական է եւ գրասենյակների, եւ բնակարանների, եւ առանձնատների համար։ Այսքանն էր այսօրվա Arm Comedy-ն։ Վերջում դիտեք օրվա վիդեո բոցը։ Մենք այսօր ավանդական շնորհավորում ենք իրենց ռելիգիոս տոները, թե Թուրքիայի, թե Ադրբեջանի
Կուրբան, Բայրամ, տոները շնշում ենք։ Բայց մի օր մենք չլսեցինք Թուրքիայի նախագահան, թե Ադրբեջանի ղեկավարությունը իրենց նախագահի հետ միասին, որ մի օր իրենք շնորհավորեն մեր եկեղեցական տոները։ Բայց մենք այսօր եկեղեցական տոների չշնորհավորելուց մենք չենք ասում շատ մտածում, եթե իրենք մեզ հարազատ հարևաններ չեն։ Արա չէ, բասի Իսրայելը, Արա Իսրայելը։ Արա Դե նայ, Յանի շատ ստաբիլ է այս տարածաշրջանը, բռնեց մեր միակ ակտիվ դաշնակիցը, որը կոնկրետ պատրաստ է վիզ դնել ինչ որ հարցերի շուրջ, դրա համար ես դատապարտում եմ Իսրայելին։ Արա որ երրորդ զանցանքն է նաև մեր դեմ, ոնց որ մեր տարածաշրջանն է բանում, մեր թշնամիներն է զինում։ Իրանք ատոմային ռումբը սարքել, գրկել են, դրել են պատվալու, ասում են՝ «Օ, հանկարծ էլ ոչ մեկ չանի»։ Մինչդեռ Իրանին զուտ պետք է նրա համար, որ Իրանին չոչնչացնեն։ Այսինքն սա անverջ կարա շարունակ։ Ես Իրանի տեղը հիմա ոչ իման չի անի, մի 10 տարի կզարգանայի ու հետո շփոթել սրա հետ։ Արա քաղաքի կենտրոնը ձեզ ինչ էր արել։ Ամեն շաբաթ մենք ձեզ ապահովում ենք որոշ չափի էնդորֆիններով։ Իսկ ինչ կարող եք անել դուք։ Սկսած $3-ից ընդամենը կարող եք միանալ մեր Patreon-ին եւ ապահովել էնդորֆիններով մեզ։